Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Բարի օր ժողովուրդ ջան Շատ ուրախ եմ որ այսօր սկան մարդ կտեսնիմ ստեղ շատ կսիրեմ սաղի դες լենագանի բարբարով դի խոսամ մենք նույնիսկ ազգային ժողովի ամբիոնից ես բարբերաբար լենագանի բարբարով գխոսամ, որը մերը այդ խոսայի, դիգ մերն է։ Ժորժ ջան, ես կուզեմ եք չում հետեր տամ ու հիշեմ հասնիմ 18 թիվ։ 2018 թվականին լենագանցին հեղափոխություն երեց, որովհետև լենագանն անտեսված էր։ Լենագանցին հեղափոխություն երեց, որովհետև կենտրոնական իշխանությունները երես էին թեկել մեր քաղաքից, ինչի համար էին թեկել, որովհետև մեր ժողովուրդը միշտ ցույց է տվել, իշքան էլ փորձել են անօրինական միջոցներով ընտրություններ կազմակերպել, մեր ժողովուրդը միշտ ցույց է տվել, որ լենագան չի աշխատել այդ ամեն ինչը։ Ու հստակ իր դիրքորոշումն է ունեցել ու դժգոհությունն է միշտ հայտնել այն իշխանություններին, որոնք լենագանը անտեսել են ու թիկունքով են թեքվել։ Լենագանցին հավաքվավ ամբողջ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ 2018 թվականին երեց հեղափոխություն, որպեսզի լինի հարգված, որպեսզի լինի ընդունված ու մեր իշխանությունը այդ ամեն ինչը տեսավ ու դեմքով շրջվեց դեպի Գյումրին, դեպի Վանաձորը, դեպի Էջմիածինը։ Էլ Հայաստանը մենակ Երևանը չէ։ Հայաստանը նաև Գյումրին է, Հայաստանը նաև Ախուրյանն է, Արտիկն է, Կիրովականն է, Հոկտեմբերյանն է, Սյունիքն է, Սիսյանն է, Գորիսն է, ամբողջությամբ մեր Հայաստանն է։ Ժորժ ջան, այսօր ինչ պայքար կերտա, այսօրվա պայքարը լենագանի մասին չէ, այսօրվա պայքարը են իրանց երած սխալների հետևանքով են ժողովուրդը, որը դուրս է եկելու մեջքը զիգ պայելու իշխանություն է վերցրել, այդ իշխանությունը հետ վերցնելն է։ Այսօրվա պայքարը դուր մասին է, լենագանի մասին չէ, ժողովուրդ ջան, հստակ գիտեցեք, որ կուզեն նորից հետ վերցնեն լենագանցուց ընտրելու իրավունքը, կուզեն նորից հետ վերցնեն լենագանցուց արժանապատվության իրավունքը։ Այսօր մեր ժողովուրդը վստահ եմ չի տա այն հնարավորությունը, որը իրանք կուզեն նորից վերականգնեն։ Երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կազմակերպվել է, գծագրվել է, բացի լենագանից իհարկե, սեցինոր, կազմակերպվել, գծագրվել է Երևանում միամ կաբինետի մեջ նստած, ուտպես առաջ է գնացել։ Մենք սաղով ձիգ ոտները զարգել ենք գետնին ու ցույց ենք տվել, որ չէ մենք ենք մեր քվեի տերը, մենք ենք մեր ծենի տերը ու մեզնից վերցնել այդ քվեն հնարավոր չէ։ Այսօր պայքարը դուր դեմ է ժողովուրդ։ Հնարավորություն են իրանց պատկերացմամբ ստացել, նորից մեզնից հետ վերցնելու մեր ընտրելու իրավունքը, մեր ձայնի իրավունքը, մեր ժողովրդավարությունը։ Մենք ես միշտ հարցազրույցների մեջ կսեմ լենագանցոնք վրա վստահ եմ ես, որովհետև կյանքում թույլ չի տա այն ինչի միջով ինքը անցել է, այն ինչի դեմ ինքը պայքարել է, որպեսզի նորից հետ գա այդ ամեն ինչը։ Մենք հետ չենք երթա, մենք առաջ կերտանք միշտ։ Եվ վերջում ժողովուրդ ջան, կուզեմ ասեմ եկածս առաջի օրվանից շատերը որոնց հետ շփվել եմ, ժողովների ժամանակ, հարցազրույցների ժամանակ միշտ շեշտել եմ։ Ես պատասխանատվություն եմ վերցրել Շիրակի մարզի յուրաքանչյուր բնակչի հանդեպ։ Միշտ ասել եմ Երևանից գալուց այդ բառով դիսեմ տաբլիշկից նես մդար Շիրակի մարզ իմ պատասխանատվությանս գոդին է միջև բավրա։ Ես պատասխանատվություն եմ ստանձնել յուրաքանչյուր գյումրեցու հանդեպ ու վստահ եղեք ժողովուրդ ջան, թույլ չեմ տա որևիցե գյումրեցու քրվել, որևիցե գյումրեցու արժանապատվության վրայով անցնել, որևիցե գյումրեցու իր հասանելիք արտար հասանելիքը տալուն։ Վստահ եղեք յուրաքանչյուրի թիկունքին կանգնած եմ, յուրաքանչյուրի համար լավ մարզ կառուցելու, լավ քաղաք կառուցելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ եկել եմ ես մարզ։ Միշտ տաճան
43 տարի գլուխս բարձր քելել եմ այս քաղաքի մեջ, գլուխս բարձր շարունակեմ գքելել, որովհետև դուք սաղդ իմ թիկունքիս եք, դե բարձրավ տարիքս։ 44 կենեմ այս տարի, Մինասյան, նույն թիվն ենք։ Հավականում վախտուարից գիտենք քեզ։ Շատ լավ է, շնորհակալ եմ, Ժորժ ջան, ես ինչի եմ գետին ցիկ ոտս կտնեմ, որովհետև ես իմ հորս տղեն եմ ու որովհետև ես սաղ ժողովրդի մեջքից կանգնած եմ։ Ժորժ ջան, մե վարգանում գլուխս կախելու տեղ չունիմ։ Նաև կախելու տեղ չեմ ունենա հետագա մեր աշխատանքների մեջ, որովհետև Սարիկ Մինասյանի պես ընկեր ունիմ, մեր պատգամավորների պես ընկերներ ունիմ ու մեր կառավարության մեջ եղած ղեկավարների պես ընկերներ ունիմ, վստահ կրնամսեմ, որ իմ թիկունքից կանգնած են։ Մենք ես ու պարոն Մինասյանը դեկտեմբերի 31-ին սել եմ հմեբ դիսեմ։ Շնորհավորենք պտի բոլորիդ, մելանավորել ենք միասին, պարոն Մինասյան, որպես մարզպետ ու քաղաքապետ մեր լեննագանցիների նոր տարին։ Ժորժ ջան, ամսի 31-ին բոլորս գնում ենք ընտրատեղամաս։ Ցայն 30-ին, 31-ը Չէ, Ժորժ ջան, 31-ն չէ ֆիքսվի մեջս, որտեվ իմ հանգիստ օրս 31-ը պիտի եղնի։ Մեր հաղթանակի օրը պիտի եղնի 31-ը, դուրմար միշտ 31-ը կսեմ։ Մարտի 30-ին բոլորս միասին կերտանք ընտրատեղամաս։ Ցայնը կուտանք համար 1-ին քաղաքացիական պայմանագրին Սարիկ Մինասյանին եւ ամեն մեկս յուրաքանչյուրս մեզի։ Ժորժ ջան, համար 1-ը յուրաքանչյուրս ենք։ Համար 1-ը յուրաքանչյուրիս երեխեքի լավ մանկապարտեզն է։ Համար 1-ը յուրաքանչյուրիս ազատ կյանքն է, ձայնի իրավունքն է, արժանապատվությունն է ու Հայաստանի Հանրապետության գոյատևուն ու հարատև արդեն լեզուս է կապը, հարատևումն է, Ժորժ ջան, ինքնիշխանությունն է մեր։ Ես որ կսեի, թե քաղաքային ընտրություններ չեն, նաև քաղաքական են ու տեղ-տեղ աշխարհաքաղաքական են։ Մեր Երևանի գործընկերները կսեին Լեննագանը դարձրեցիք բան էլի, Տրամփը, Պուտինը, միսա խառնվինգը։ Տեսակ որ խառնվան, Ժորժ ջան։ Եթինը Ռուսիայից բռնած խառնված է ընտրությունների մեջ։ Մանա կոմունիստական կուսակցությունն է խառնված է ընտրությունների մեջ։ Ժորժ ջան, ցիկ Լեննագանի ու Լեննագանցու ընտրություններն է։ Բոլորս միասին ցենը պիտի տանք ամեն մեկս մեզի։ Շնորհակալ եմ։ Քաղաքային է։ Քաղաքական։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1